Տեսեք, մենք քննարկեցինք սովետական միության ժամանակաշրջանում հայ հասարակության կամ քաղաքական հատվածի, ակտիվ քաղաքական հատվածի դիրքորոշումները, թե ինչ էի կանում, ոնց էի կանում, անգամ այդ պայմաններում կարողանում էիք ձեր ձայնը բարձրացնել, եւ ինձ հետաքրքիր ձեր տեսակետը, տեսեք 88-ին այս ժողովուրդը կարողացավ խորհրդային իմպերիայի դեմ կռիվ տալ, անհավասար պայմաններում, անգամ Երևանի փողոցներում դատարկ ձեռքերով սովետական տանկերի դեմ, Արցախի համար, Հայաստանի անկախության համար, ազգային արժեքների համար, եւ ըստ ձեզ ուր է հիմա 88-ի ժողովուրդը, ինչու ենք մենք հիմա հավաքական առումով լռում։ Տեսեք, երբ որ խոսում ենք սովետական բախտվա մասին, ու երբ որ ես փորձում եմ որևէ դրական բան ասել, ինձ մեղադրում են սովետիզմի մեջ։ Սովետական միության վատը լինելու մասին ամենաշատը իմ սերնդակիցների հետ միասին կարող եմ խոսել ես։ Ես ապրել եմ այդ երկրում։ Դուք դա տեսել եք։ Ապրել եմ այդ ժամանակ, տեսել եմ ու զգացել եմ այդ ամեն ինչը։ Մենք հիմա փորձում ենք մեջները գտնել այն ծիլերը, որոնք որ բերեցին 88 թիվը։ Երբ որ դա եկավ ու այդ ժողովրդի մոտ 90%-ը ոտքի կանգնեց ու սկսեց պահանջել իր անկախությունը եւ իր երկրի, իր երկրորդ հայրենիքի, իսկ ընդհանուրը ես դա համարում եմ, որ մեր հայրենիքն է, հայրենիքի անկախության համար։ Ու իսկապես այն ժամանակ սովետական տանկերը կանգնած էին եւ օպերան էին շրջապատած, եւ այն, մարդիկ չեն վախենում, ընդհակառակը սիգնալներով մեքենայով քշում են այդ տանկերի մոտ ու այդ զինվորների դիմաց էին կանգնում պարզ ճակատով ու ասում են, որ մենք մեր անկախությունն ենք ուզում։ Ու զինվորները ռիսկել չէին անում որևէ ոչ թե զենք, այլ ասենք այդ դուբինկա բարձրացնել այդ ժողովրդի դեմ։ Հիմա հարցա թե ուր կորավ այդ ժողովուրդը։ Ես դժվարում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև շատ ժամանակ բաց չի անցել։ 90-ականների սկզբից սկսեց քչանալ այդ ժողովուրդը։ Ցավոք սրտի։ Գիտեք, որովհետև 90-ականների սկզբին մեծ ոգևորությամբ ընտրվեց նոր իշխանություն Հայաստանի, որը մի քանի տարի հետո ցավոք սրտի նույն ժողովուրդը հիասթափվեց այդ իշխանության մեջ։ Արդարացված թե չէ դա երկրորդ հարցն է, բայց սկսեց հիասթափության պերիոդը։ Այդ դա շատ վատ է։ Ու ցավոք սրտի այն ճառերը, այն բաները, որ դու լսում էիր լիդերների կողմից 80-ականների վերջին 90-ականներին, ցավոք հետո միտեղ կորը ու լիդերները մեր հանրապետության առաջի, երկրորդ, երրորդ իշխանությունները չեն շփվում ժողովրդի հետ, չեն շփվում, այ դա իր ամենավատ հետևանքներ ունեցավ ու այսօր մենք դա քավում ենք, ցավոք սրտի, մարդիկ չէին լսում իրանց լիդերներին, լիդերները չէին լսում մարդկանց, ես շատ եմ ցավում դրա համար, բայց կար խզում, դա այդպես է։ Ես